ադրբեջանց, եկեք կալա նստեմ ձեր կողքը, երկու բառ խոսանք էլի դրա մասին, երկու բառ խոսանք, ինչ ադրբեջանցիների գալու, բայց ով ասաց որ պիտի գան, ով խոսաց, դուք երևի հայերից տարբեր քաղաքական ուժերից ավելի շատ եք զգում, որ իրանք խոսում են ադրբեջանցիների ինչ-որ հիպոթետիկ վերադարձի մասին, քան ադրբեջանցիները, դա արվում է մի բանի համար, որ մեզ վախի մթնոլորտում պահեն, ձեզ, ինձ, մեր մյուս գործընկերներին, ոչ մի ադրբեջանցի հայաստանություն չի վերադառնալու, դրա մասին ընդհանրապես խոսակցություն չկա եւ դա բան է, հորինած բան է, որ մեր ժողովրդին ասեն, որ ամեն ինչ վատ է ու գնալով վատանա։ Մենք պետքա ինչքան էլ որ տարօրինակ թվա, ինչքան էլ որ մեր այսպես կոչված ազգային գաղափարների մեջ չտեղավորվի, մենք պետքա կազմակերպենք իմիգրացիա, ներգաղթ։ Այս հարցը կարելի լուծել նաև եւ առանց ներգաղթի հնարավոր չի լուծել։ Կազմակերպված ներգաղթ ամես պետք կազմակերպել։ Տասնյակ հազար մարդ, տասնյակ հազարավոր մարդկանց։ Չի լինելու առանց սրա արգելի գործընկերներ։ Մենք պետքա նաև մեր մտքում այդ բանը փոխենք։ Մեխանիզմը, որ այնց մոնոէթնիկ այլ ազգիներին շատ որպես տուրիստ սիրող, բայց երբ որ գալիս են մշտական մեր հետ ապրում են, այդքան էլ չսիրող ազգ ենք։ Մենք պետքա փոխվենք այդ առումը, որտեղ ուրիշ տարբերակ չկա գոյատևելու, այս իմ ասած իրավիճակը հաշվի առնելով։ Եվ այդ մարդկանց պետքա դարձնենք մեր Հայաստանի Հանրապետության լիիրավ սկզբից բնակիչներ, հետո քաղաքացիներ։